Սիգմա ծրագրի կողմից ներկայացվել է Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը։ Հայաստանը գնահատվել է այն մեթոդաբանությամբ եւ չափանիշներով, ինչ Եվրամիության հետ ինտեգրման փուլում գտնվող պետությունները։ Գործընթացում ակտիվորեն ներգրաված են եղել պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները, այդ թվում ազգային ժողովի աշխատակազմը։ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից 1 տարի անց դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Սիգմա ծրագիրը համատեղ կազմակերպեցին խորհրդաժողով գնահատման արդյունքները ներկայացնելու եւ դրանց շուրջ մասնագիտական քննարկումներ անցկացնելու նպատակով, որոնք վստահ եմ ուղենիշային կլինեն հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար։ Դավիթ Հարաքելյանի խոսքով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, այդ թվում Հայաստանում օրենսդիր մարմինը մշտապես բարեփոխումների կիզակետում է։ Զեկույցի գնահատման չափորոշիչները, հանրային կառավարման ոլորտում մեր երկրի առաջընթացն ու մարտահրավերները ներկայացվել են ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին։ Օրենքների հասանելիությունը շատ բարձր է։ Հայաստանը, ես կասեի, չեմպիոն է այն երկրների շարքում, որոնց մենք գնահատել ենք, որովհետև բոլոր օրենքները, կանոնակարգերը, որոնք ընդունված են կառավարության կողմից, նույնիսկ նախարարի որոշումներն անվճար առցանց հասանելի են։ Այսպիսով Հայաստանը լավ օրինակ է ծառայում։ Հայաստանի կառավարման համակարգը եւ ուժեղ եւ թույլ կողմեր ունի։ Ուժեղ կողմերից մեկը թվայնացման գործընթացներն են, թափանցիկությունը։ Մյուս կողմից էլ թույլ կողմեր ունենք քաղաքծառայության ոլորտում։ Մեր առաքելությունը հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ աշխատանքն է։ Մեր մանդատի շրջանակում շարունակելու ենք աջակցել ոլորտի զարգացմանը։ Ծրագրի ղեկավարը դրական է գնահատել Հայաստանի ազգային ժողովի աշխատանքը, նշել, որ օրենսդրական աշխատանքները թափանցիկ են, խորհրդարանը հետևում է կառավարության գործունեությանն ու գնահատում։ Գրեգոր Վիրանտի խոսքով իրենք այժմ աշխատում են Եվրամիության թեկնածու 8 եւ Եվրոպական հարևանության անդամ 9 երկրի հետ։ Թեև Հայաստանը Եվրամիության թեկնածու երկիր չէ, բայց գործընկերությունը Եվրամիության հետ եւ եվրաինտեգրման ձգտումները շատ ավելի ուժեղ են, քան այլ հարևան երկրներում։ Մեր ցուցանիշները որոշ ոլորտներում որոշ պետություններից ավելի լավ արդյունք ունենք, ինչպես օրինակ թափանցիկությունը, այդտեղ բացարձակ առաջատան ենք, նույնիսկ մյուս թեկնածու պետություններից առաջատան ենք, խորհրդակցությունների տևողությունը, դրանց ներառականությունը, որակը, այս առումով էլի առաջատար ենք։ Եվրամիության պատվիրակությունը պատրաստ է աջակցել Սիգմայի աշխատանքներին, հավաստիացրել է Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Թեմատիկ քննարկումների ու հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել հանրային կառավարման ոլորտում պետական ֆինանսների կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության թեմաներին։ Հանրային ծառայության գրավչության առումով էլ քննարկվել են պետական կառավարման ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հնարավորությունները։ Առանցքում են եղել եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցերը։ Իմպլեմենտացիայի փուլում են որոշակի խնդիրներ նկատել, ընդունված օրենքների կիրառման համար անհրաժեշտ ենթաուրեցական ակտերի որոշակի, այսպես համակարգում որոշակի խնդիրների հետ գործ ունենք, եւ մենք բնականաբար հաշվի կառնենք այս բոլոր դիտողությունները, ընդհանուր կարծում եմ, որ շատ արդյունավետ հետազոտություններ, շատ ինֆորմատիվ եւ մենք իրենց հետ կշարունակենք այս նույն ոգով աշխատել։ Առաջիկայում մեկնարկելու են հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները, հիմքում ունենալով այս զեկույցի առաջարկները։